Ընդմիջում է, ինչ ենք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոշ գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Մեղքը ստավավ էլի, ասամ, բազեզ ինչ հա պետք, ինչ կուզակն ենց մեշոք պաբիից, ուտ է աղբեր, բարձան վրես։ Հաստատ է բուշոնան ներս մտը դուրը պակ է, որ չկանամ շորրես վերցին։ Ուսա դուրը բաց խնդրում եմ էլի։ Բանը, էտան պարավա տենայր են տարածս կալբասը ոնց կուտարարա։ Ծավին ինչ կարել է։ Խարես եփեմ սրա ծաղ կերտաստանի մատ։ Գնացեք, բայց տղեք, լավ իմացեք, արա այս երգիրը կլոր է, էտ ականջների թող արեք։ Հաջորդ։ Արա ջան, բայց ես ինչ լավ ստացվավ, ծո զարմանալու բան է, մարդեք գորնից դուրս գալուց կան ուրախանալ։ Արա բայց կարելի է, չէ, ես առիթում այդ լավ քեփ անում։ Դու մենակ այսօր ամեն տարի այսօրը պետք է խմենք։ Բայց ջոգին ինչ, մանտրաշ է։ Մանտրաշ կեղնի, ինչ կեղնի, ծերի աշխատուժ գործել։ Բայց Մելո ջան, աշխատավարձ են տվել ապե։ Չէ, արա, ինչ աշխատավարձ, ավելի լավ բան են տվել։ Պաշտոն։ Ինչ պաշտոնը լավ բան է։ Ազատություն, այդտեղ ազատություն, մենք էլ այդտեղ չենք աշխատի։ Հանել է ապեր։ Հանել է, չէ։ Մենք ենք ելե, ով կրնա անե։ Մելո ջան, բա ոնց արեցիք, որ թողես դուրս գաք։ Ինչի՞ս եմ որ դուք երթակ ենեք։ Գնացեք, աշխատեք, չարչրվեք, տանջվեք, որ իրանց մերձավորները վայելեն ու շռայլեն։ Ուժը բտատպես։ Տարոցը ձեզ։ Մերսի Ռշտուն ջան։ Ապեր ես կրակածիրները հաստատ լավ գործ են ճարել, դրա համար է սենց ուրախ։ Համա բա մենք ոնց անենք որ դուրս գանք, ինչ չեպի անենք, հա։ Մտածի ապեր։ Այդ Ռշտուն ու Մելոն իրաց համար թազա գործ են գտել, որ տենց եկան թատրոն խաղացին գնացին, հա։ Չգիտեմ, պարոն Արուշյանը։ Ուրեմն հետաքրքրվեք ինձ ասեք։ Այսօր սա գործերը թողնում եք, դրանով եք զբաղվում։ Դավայ։ Ինչու ես եկել։ Ինչի համար։ Եկել Անուշիկին գտանես սալոն, թող սիրունացնեն կբերես դու։ Հա, պետք չի, մոտ կա։ Եկել ասում եմ, ես ուզում եմ, որ շատ սիրունացնեն։ Մխոյ մոտ շատ կա, իրան տուր։ Իրան տամ, վախում եմ տանի սաղ լեցի փորը։ Չնայած լավ կտամ, որ քո հետ լի դու չես թողի տենցանի։ Էդ առաջ չէիր թողում սալոն գնա, հիմա դու ես ուղարկում։ Բա, դրա համար եմ ասում էլի, երբեք մի ասեք, երբեք։ Ոչ իրան հետևում է, ոչ բանանը, պա, իրան թվում է, որ իրան հավան է ուզել եմ, արդեն հանգիստ կարա ոնց ուզի ապրի էլի։ Բիգուզինեն է, որ չի խպում գլխին, ոնց որ իմ գլխին կիրբիչով խպեն։ Գծիցղաս բա ինչ կանես, կեզ ինչ կա։ Մխո, եթե դու իրան տեղ հրավիրես, ինքը կսիրունանա։ Այրեն ջան, ախր պիտի սիրունանա, որ տեղ հրավիրեմ, սենց ես իրան դաժը մեր կողնի չեմ կարա հրավիրեմ։ Լավ, մխո, ես իրան կտանեմ։ Բայց նենց հրա չջոգի էլի, որ ես քո հետ խոսացել եմ։ Կարծե գնանք հացտենք։ Այ Անուշիկ ջան, մի ժամ առաջ հասկերանք։ Մի ժամ
չի մխո։ Լավ, թոլի մի ժամ 5 րոպե։ Ուֆ, դու չես գալի մի արի, իր գալիս ես գնանք հացուտենք։ Անուշիկ, ես վեգալ ազիշան, թո ձերդ փողելի, ար։ Վախ, մերսի ուրուս։ Սպասի ասեմ, սխտորով վինիգրետ։ Հա, ճիշտ է։ Նայ просто полնիրը հոլում այ, սակայտի շտամով։ Ան ասում եմ կգաս, չէ՞ գնանք իր հետ գեղեցկության սրահ։ Հացուտենք նոր։ Ան դու կեր արի։ Գնում ենք ռեստորանում հացուտենք։ Ան չէ, ինչ ռեստորան։ Դու տանը կեր դուրս գանք։ Չէ, ուզում եմ գնանք ռեստորանում հացուտենք, իր։ Լավ, դե գնա փոխվի գնանք։ Ահա, վրա վիճակս։ Իր պրոստը չեմ կարա գնամ հիմա հագնվեմ, այնքան սոված եմ չեմ կարա ինձ կարգի բերեմ։ Ան գոնե մազերը տուղի։ Հայ մր ճանապարհին կուղեմ, քեր։ Համեսը ծորում։ Ինձ երդ ուր եկավ։ Ինձ էլ։ Կասեք ինչի համար եք վերցնում տարածքը վարսակալության։ Գրասենյակ։ Ամսագիր են կարտադրելու ախպեր։ Բարի, դե որոշեք վերցնում եք թե չէ, ինձ տեղակ պահեք։ Անպայման։ Լավն է, չէ։ Բայց մի տեսակ թանկ չի ասում։ Դե թանկս է, որտեվ տեղը լավն է։ Այստեղն էլ է պետք։ Վերցնել է պետք, պիտի վերցնենք, սկսենք, վիզ տնենք, ախպեր պետք է ավտոսեկ ծախենք, որ Արավշաջյանին հմեր տան ուրիշները հարստանան։ Քվորնյակ, գնացի։ Հա, գնացինք, բայց ավելի լավ է դու գնաս քո աչքով տեսնես։ Ինչ է եղել, ինչու, ինչ-որ բան չի։ Չէ, ամեն ինչ նորմալ է։ Առաջվա տեղը տեղին խնամված բան անուշիկներ։ Համարյա։ Այնց լավ էր չես պատկերացնի։ Այնքան բան ենք պատվիրել, որ մի 2-3 ժամ մնացնենք ռեստորանում, որ կարողանանք պատվիրածներս ուտենք։ Համրուշ։ Հեչ։ Բան էիր ուզում ասեի։ Դոսկի էլ ասելս է չի գալի։ Ինչի։ Դե ուր հեռախոսով խոսում ես դրա համար։ Հա։ Հետո վերջը քավաբայացի եկավ։ Հիմա քավաբայացի Նախոք կներես էլի, ես չկարողացա համոզեմ, որ հետս գեղեցկության սրահ կա։ Որ արդեն իրա մոդիկ ընկերուին չի կարում իրան համոզի, այդ նշանակում է, որ շատ մոտ ապագայում ես մեր տանը տենալու եմ հեքիաթային հերոս Կալաբուկի։ Կակրաս դրան քյուրփուց ուզում էի տենայի։ Համխո հիշում եմ, մամային ասում էր խոսացող Կալաբուկ թխի։ Էնա թխած մեր գոյգին դրած հայլի։ Մխո, բայց դու տենց ծանր մի տար, կտնես ամեն չի տեղը կմգնի։ Եբ։ Երբ։ Երբ որ երեխեն ծնվի, կտեսնես ամեն ինչ լավ է լինելու։ Երեխեն որ ծնվավ, ինի վաբշե իրան հայլու մեջ նայելու ժամանակ չի ունենալու իրեն։ Սա օրը երեխեն կուրս կա ուտելու,
Ինքը իմ կաշին ու ոսկորն է ուտելու։ Երեխեք ջան, մի հատ սպայ գնամ դուքան գամ։ Ասում ես էլի։ Ես ինչի պետք է իմանամ, որ ինքը գնում է զուգարան, կարաս ասես։ Ախր ես աղջնյակին ուրիշ ձև էի պատկերցնում, Իրեն։ Նես մի քիչ եթերային, մի քիչ ինչու ոչ, դժվար հասանելի։ Իսկ հիմի ես դաժե գիտեմ, որ Անուշիկը գնում է զուգարան։ Երեխեք փոխվել եք։ Կարամ մտնեմ։ Ցենան յարա։ Բայց չէի կարծում որ չեք փոխվել։ Ինչի՞ չասեցի երբ որ չես փոխվել։ Դու չէիր ասել բանի տեղ միտիր, ես բանի տեղ չեմ դնում։ Այ ապրես, այսպես որ շարունակես ինձ լսել, ապրես կյանքում մի բանի կհասնես։ Էդ ինչի դու հասել ես, մնում է ես հասնեմ։ Չեմ ասել կհասնեմ։ Դու սաղ սուտա, այ ապրես։ Փող ունեցար ամեն ինչ էլ կունենաս։ Հիմա ես որ մի հատ մեքենա ունենայի, չէ, մեքենայով գայ գործի կանգնեի, ամեն ինչ կփոխվեր միանգամից։ Հետո այդ շքեղ մեքենայով որ գնայի շենքի մոտ կանգնեի, չէ, էլ այդ բակի տղեկը չէին նայի ինձ ու թքի։ Ինչի որ նայում եք ես թքում է։ Դու հա բա ինչ են անում։ Արհամարական նայում են թքում։ Յանի թքած ունեն էլի վրես։ Բայց որ մի հատ սենց շքեղ ավտոյով գայ կայնեի, չէ, այս սենց բարևելուց գալու են սենց թշիցս պաչելով իշնեին ներքև։ Բա ասա մի օր գանք ձեր քուչա։ Համեցի։ Հիմա կարող եմ մտնել։ Հետս չես խոսում։ Չլսեցիր որ ասի։ Այդ խոսալ է։ Հոգնած մարդը տենց է խոսում։ Բայց այսօր ես գնում։ Ընկերս մի հատ օֆիս է վերցրեք, գնում եմ տենց օգնեմ, տեղափոխենք էլի վեշերը։ Ուզում ես ես էլ գամ, կարող եմ օգնության կարիքն է լինի։ Հա։ Չէ, դու գալիս ես ինչ անես։ Դա նայ, եթե պետք լինի ասեմ։ Ասում եմ, չնայած եթե ուզում ես կարաս գաս։ Մի հատ էլ սեղան որ դու իջացնես, այնա մեզ էլ օգնած կլնես էլի։ Դե հիմա ասա որ նկարդ դնեմ։ Որ նկարես։ Այս մեկնիր։ Ստեղ ես տոշնի եմ դուս եկել, էլի։ Հիմա դու սոցկայքում ունեցար քո էջը։ Ահա։ Հիմա ես դրանով ինչ պիտի անեմ։ Դե կարաս ընկերներիդ հետ շփվես։ Կարաս քո ֆիրմայի գովազդը անվճար տեղադրես։ Ոնց գովազդը անվճար։ Ես ինչ լավ բան արա։ Հիմա ինձ դու ասա, տենամ այդ գովազդի մոմենտը ոնց հարվում։ Հիմա ես քեզ ամեն ինչ կսովորացնեմ։ Դավայ։ Լստենայ, արշատաններ է գրանցը։ Դրուժին տուր ապել։ Ինչ է նկար է դրե։ Հա, թակավորն ապրած կենա։ Մի հատ հասցետամ կագոյե դարեք։ Հա, ինչ ա եղել Մելո ջան։ Դե օգնելու բան կա։ Ասա ապեր։ Հա։ Դες արդեն քեզ ընկերության առաջարկ արեցին։ Ով։ Գագոն, ընդունեմ առաջարկը։ Դու չայցա վտանեմ Գագոնով որ ես դրա հետ ընկերություն անեմ։ Բաբ, սոցկայքում մի քիչ ուրիշ է ընկերությունը։ Ինքը կարա լինի քո ընկերների ցուցակում, բայց դու իր հետ կարա չշփվես։ Իրենչո ջան, ոնց կարա իմ ընկերը լինի ու նրա հետ ես չշփվեմ։ Իա։
Պապ, օրինակ ես լիքը ընկերներ ունեմ, որոնց նույնիսկ չեմ էլ ճանաչում։ Ուղղակի ընկերության հայտ են ուղարկել, ես էլ ընդունել եմ։ Բայց իրենց հետ չեմ շփվում իհարկե։ Ինչ ասում ես աղջիկը։ Այ աղջիկ ջան, ոնց կարա մեկը ինձ ընկեր կոչվի ու ես նրա հետ շփվեմ։ Նրա հետ մի հատ տեղ չգնամ, մի տեղ չնստենք, դարդերից չկիսվենք։ Ոնց կարա ինձ մեկը ընկեր կոչվի, եթե իմ Նեղին ու Լենին կողքից չի լինելու։ Դե դրա համար էլ ասում եմ սոցկայքի ընկերությունը մի քիչ ուրիշ է։ Ես էլ ասում եմ, այսօրվա ջահելությունը ինչի է իրար հետ ռոբոտի պես շփվում։ Իսկ սա ռոբոտային բան կա սրա մեջ քո արև։ Սմանգերներ ունեմ լիքը, բայց հետները չեմ շփվում։ Այն նոր եմ հասկանում, թե ձեր սառնությունն ու անտարբերությունը որտեղից է գալիս։ Դուք էլ որ երիտասարդ էիք, ձեր ծնողներն էլ ձեզ չէին հասկանում։ Բայ։ Յանի իրար դուք շատ եք հասկանում, որ մենք ձեզ հասկանանք։ Հիմա Գագոյի ընկերության առաջարկ ընդունեմ, թե չէ։ Չէ։ Իրան մի գցի իմ ընկերների մեջ։ Իրան գցի աշխատողների մեջ։ Ստեղ տենց բաժին չկա, ստեղ մենակ ընկերները։ Իսկ ես քեզ խնդրում եմ, որ ինձ համար մի հատ տենց հատուկ բաժին սարքես։ Այդքան բան։ Ուղի են կոմը։ Իմ կոմպետ։ Դե քաշի Գագո, մենակ ես եմ անում արա։ Արա ինչ գլուխ պողի սան ես դու։ Спасибо. Ընգոլը բան չես ճարդե։ Չէ, ջարդ է։ Լավ էլի, ես աղջկանին չեք կանչեպեր էստեղ։ Ես իմ կամքով եմ եկել։ Ախր այս իրուն ջան, ես ինձ ինպես վատ կզգամ, գոնե այս հատակը չեն ես, կամաց կանենք էլի։ Ոչինչ, ես կմաքրեմ։ Շատ մերսի։ Մելո ջան, ապեր կլինի, մենք էլ ձեր մոտ աշխատենք, թագավոր ջան։ Անչի չի եղնի։ Են էլ ձերի։ Դուք չաշխատիք ով աշխատի այդ տղա։ Բայց համ Արեշացյանի մոտ ձերի աշխատենք, համ ձեր մոտ։ Արայ հոգնած։ Այդ ինչ եղնի որ Արեշացյանի մոտը ձերի կաշխատես, իմ մոտս ձերի չես աշխատի։ Քեզ իմ արմի ցեխավիկն է կարևոր թե թագավորը։ Թագավորը ապեր։ Ո՞վ սա որ ես ձեր թագավորն եմ։ Ես ապեր։ Բրձավ գնաց։ Սկզբնական շրջանում ձրի, Գագո, բայց հետո անցում ենք անում դեպի փողի տիրույթ, լավ բառեմ չէ ասում։ Կացվում է, Ռուստուն ջան, որ ամսագրի բիզնես եք ուզում անեք, ապեր։ Են էլ ինչ ամսագրի։ Բայց մի քիչ քեզ գոնա հետևի։ Հնարավոր է, չէ՞ օրվա մեջ մի կես ժամ խնամքին հատկացնել։ Ես հասկանում եմ։ Ոստը։ Ուղղակ չեմ կամ բկես վրա հասկանում եմ, անցած ուզում եմ ուտեմ։ Հա, դե ես այսօր ռեստորանում համոզվեցի։ Մխոն շատ են գան չի հաստատվել։ Դե այդքան էլ չէ։ Այսինքն մի քիչ հաստատվել է։ Ամեն ինչ քո ձեռքերում է։ Քո։ Հասկանում եմ, բայց մի տեսակ չեմ կարում, ես քո օգնության կարիքն ունեմ, մեր ինձ օգնի, թե չէ մխուն ինձ վաբժել չի սիրի։ Մի րոպե գափի ելա չէ։
Գաբրիելա ջան, շատ ապրես, ինչքան օգնեցիր, գոհ շնորհակալ ենք։ Ես քեզ կտանեմ տուն մեքենայով։ Ինձ համբարձումը կտանի, մերսի։ Վայ, ես մեքենայով եմ կտանեմ, համբարձումն էլ դելի կա։ Հա, լավ, всё, կներեք, եթե իրար հետ կուզեք երթակ, հարց չկա։ Ես ներողություն։ Իրար հետ գնացեք, տար աղջիկան համբարձում։ Չէ, ապեր ես այդտեղ գործ բան եմ անում, այս պորկեն է բարի գնաց, ասում եմ դու մեքենայով տար, չէ։ Ախպեր, գործը չի փախնի, երեխուն տար կուկաս կշարունակես, всё։ Լավ էլի, ապեր։ Համբարձում կսեմ տար աղջիկան։ Պետք չի, ես մենակ կգնամ։ Արա ինչին եղացել աղջկան։ Էդի ես ոնց որ տենց ինձ սառն եմ պահում, որ ինքը հիմա էլ ընկնի իմ հետևից։ Խելար է այստեղ են, այդտեղ է գնա աղջիկան տուն տար, քել է շուտ։ Հապեր ուզում եք ամեն ինչ փչացնեք։ Դա փչացածը դու ես սկսեմ շուտ երացո, չգաս էլ, դավայ։ Ես եմ փչացած։ Խելար է ցո այստեղ են, նա ինչ երավ։ Պետք չի ինձ ճանապարհես։ Բայց քեզ ով ասեց, որ ես ուզում եմ քեզ ճանապարհեմ։ Այս ուրիշ բան է։ Հիմա գնամ սրճարան ու զանգեմ մխոյին։ Չէ։ Ասա թող ինքը գնա ու դու մի քիչ ուշացած կգնաս։ Проверку на предмет повреждений, пока шаттл на орбите, и при необходимости астронавты будут спасены другим шаттлом. Քեզ ջանս դու իմ ամենաշատ սիրած փեսեն ես ուլը մեկը փորձվա խաթրիդ կապնա ես քո ջանին մեռնամ արա Գադուի հələ նստար գիրկս Սոփա ջան, դու էլ եկար ես կողս։ Դե նայակ։ Ջանի, հələ մատ քայլա։ Լավ քշորա, չէ։ Ջանի, ով շորորարուտ վրով բան ասա, կգաս ինձի կասաս, եղավ արա։ Նայակ, Սիրուն է, չէ։ Ինչ է։ Խմոր եղին է։ Հա։ Ուտենք։ Չէ, դի ուտելու համար չի, դիզայնի համար է։ Դե
Հա, հերիք այնքան հիացանք դիզայնով, հիմա ուտենք։ Ուրեմն սրանից հետո քեզ ամեն օր տեղ եմ տանելու, եղավ։ Հա։ Հա։ Պատրաստ կլես առավոտվանից, որ կարող ես զանգեմ, ասեմ 5 րոպեից գալիս եմ գնանք։ Հա, ես 5 րոպեում պատրաստ կլինեմ։ Դու 5 րոպեում սկի ես չեմ կարում պատրաստվում, ասում եմ առավոտից պատրաստ կլես։ Էլը մի րոպե։ Հա, բենել։ Ասա։ Չէ, ապենյակ, դուք ձեր համար ձեր խնջույքը արեք, ես հմի ընտանիքիս հետ եմ։ Իսկ ընտանիքին մենակ թողել սրճարանում ու գալ ձեր խնջույքին, էդի նշանակում է նպաստել ընտանիքի չաղացմանը։ Կարող է դες պապայիդ ասել, որ դեր ջիգարա կալելա։ Չէ։ Լսի համը մենակ քոնդեպ չեր տես ջերմ։ Բան չի ա տենց։ Չգիտեմ։ Իմ համար էլ է զարմանալի։ Չէ, հետաքրքիր է ինչ ա եղել, որ այդ մարդը դες բողվել է։ Լսի, մինչև այդ հյուրասենյակում իր անկերներից մեկի հետ էր խոսում։ Բայց ում է դու ինչ։ Հանդելով քեզ պետք է։ Կարևորը հիմա տրամադրությունը բարձր է։ Պապջան ամեն ինչ նորմալ է։ Հա, ձեր մոտ։ Մեր մոտ էլ։ Դու ինչի չեք ար ինձանից փող ուզարարա։ Կքաշվաս, հա։ Օտարենք իրար։ Չէ։ Բախի ես տենց պասիվ։ Վերջի անգամ երբ ինձանից փող ուզար։ Չեմ հիշում։ Ամոթ քեզ վարır, ամոթ։ Ես քեզ իմ տղու տեղ դրամ դու քաշված մաշված։ Լավ բան չար արաբեր, պաչար մի հատ, հատը դու պաչար։ Չէ, հաստատ պետք է ճիշտ ենք հորդ հետ ինչ է կատարվում։ Շանա, կարող է իմանաս զորիկում հետ է խոսացել, ինչ է խոսացել։ Ինչի համար։ Դե չիմանաք ինչ է սաղես այդպես ջերմ։ Կարող է փողա տվել։ Դա։ Ջա, քանի բարի է գնամ ես էլ ուզեմ։ Ես էլ գնամ ասեմ իմ աշխատավարձը բարձրացնի։ Համը նայ ապեր։ Վրամ իր երշիկի տեսականին գցել է սոցցանցը։ Ռեկլամ անում էլի ապե։ Դե արի հիմա այս ախմախ երշիկը լայքի։ Ապեր շեֆը, եթե իր նազկին էլ նկարի գցի, պետքա լայքել ախպերս։ Դե որը տենց է, ուրեմն պետքա կոմենտ էլ գրենք։ Գրի։ Համու դե արի այս փթիր երշիկի համար կոմենտ գրի։ Աշխարհի ամենալավ երշիկը։ Դու ինձ սիրում ես։
Ինչքան։ Ես էլ քեզ եմ շատ սիրում։ Ապրես ցավը տանեմ։ Զորիկ, բա ում հետ էիր խոսում հյուրասենյակում։ Վասակի։ Ինչ էր ասում։ Ասավ մեր ընկեր Միսակ մեռ է։ Վայ, ջահել մարդ էր։ Այն օրը որ եկել էր մեր տուն, հեչ չի ասի, որ կմահանա։ Սաղ սուտ է, սուտ։ Հա։ Այն Միսակն է մահացել։ Փաստորն է դա պատճառը, որ սաղից հանդեպ չէր մա։ Փաստորն։ Ով կմտածեր, որ Զորիկի պես չոր մարդը մահվանից կվախենու կդառնա փափուկ բարի մարդ։ Դա մահատես բան է էլի։ Գնա մի քիչ մխիթարեմ։ Մխիթարես։ Եկար։ Ցավակցվում Զորիկ ջան։ Հավրոս։ Զորիկ ջան։ Կյանքը ինչ բան է էլի։ Անց էլ արագ անցնում մարդ բան չի հասկանում։ Դրա համար դու քեզ պետք է լավ նայես։ Հեն այն օրը մեր բարեկամներից մեկն էլ էր մահացել։ Ես էլ փող չունամ քեզ տամ։ Հա, բայց սա փողի համար չեմ եկի։ Всё, ապե, տխրությունս անցավ։ Այն $500 հետ տվար։ Հա դե մի օր սաղս էլ հետ հալու ենք էլի։ Դավայ, տվար։ Շուտ արա, հանա է։ Ժանային էլ ասա, թող են փողերը հետ բերա։ Gabriela, նստի։ Ամորջում են կարող ես կանչել։ Հա, բայց ինչի համար։ Ուզում եմ խոսալ հետը։ Մախո։ Ասում իր Գոհար, այդ Գոհարը ով է։ Գոհարը։ Հա, Գոհարը։ Ես չեմ կարող հորդ հետ ապրեմ։ Մարսել իր համար հանգիստ քնի արաուտ վեր կենա, գանասին Գոհարն ով է։ Բայց որ իմանաս Վռամը դավաճանել է ինձ չասես էլի։ Հանգիստ Վռամ ջան, հանգիստ ապեր։ Դեմը նոր տարի այդ ցավը տանեմ։ Հանգիստ պայի ներվերդ, որ նոր տարվան բեգեմոտ ես ուտելու։